Բարի երեկո, բարի կիրակնորյա երեկո, կիրակնամուտ, հարգելի ժողովուրդ, երեք հիմնական բան եմ ուզում ասել, շատ չեմ ուզում ես ուղիղ եթերս ծանրաբեռնել։ Մեկը ամենակարևորը, այսօր ուրեմն դե գիտեք Նիկոլ Փաշինյանը իր շարասյունով աշտարակ Գյումրի ավտոճանապարհի բացումն էին անում, պաշտոնական բացումներ, իրենք էլ տենց ավտոշարասյունով այդ բացումն էին անում, ու միտեղ այսպիսի խոսակցություն կա, լրատվականներում, մեդիայում հայտնվեց, որ Նիկոլ Փաշինյանը պատմում է, որ այս ինչքան դժվարություններ անցան այս ճանապարհը սարքելուց, ու այսպիսի խոսք է ասում, որ ակամայից էլ այսպիսի խոսք է ասում, մարդու հավատը չէր գալի, որ այդ ճանապարհը կկառուցվի։ Այնքան խոչընդոտներ կային ճանապարհին։ Խոսք է գնում աշտարակ Գյումրի ճանապարհի մասին։ Ու Հայաստանի Հանրապետության վարչապետը իր բերանով ակամայից միամիտ խոսքի մեջ խոստովանում է, որ մարդու հավատը չէր գալի, որ այդ ճանապարհը կբացվի, կկառուցվի, կավարտվի։ Ինչի համար եմ ասում։ Պետությունը, հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը հազարապատիկ ավելի բարդ գործ է կամ հարյուրապատիկ ավելի բարդ գործ է կառուցել, կայացնել, աշխատացնել, քան այդ աշտարակ Գյումրի ճանապարհը։ Ավելին այդ աշտարակ Գյումրի ճանապարհը մասնավորին տալիս է սարքումը։ Մի խոսքով պարզ հարց է էլի։ Պետության, հանրապետության աշխատացնելու կառուցակարգերի համեմատ։ Ու այո, մարդու հավատը չի գալի։ Իրանց հավատը չի գալի, այդ է իրանց հավատի մակարդակը։ Իրանք, որ իբր թե հավատացյալ են, իբրև թե եկեղեցի են բզբզում եւ այլ եւ այլ եւ այլ, իրանք անհավատ են պետության։ Իրանք նույնիսկ այդ չմո ճանապարհը զարգացած երկրների, զարգացող երկրների համեմատ ինֆրաստրուկտուրաների համեմատ, այդ ինչ է, չմո ճանապարհ, լավն է, վատը չի։ Բայց եթե դնում ես պետության կողքին, դուք տեսեք ինչին մարդիկ չեն հավատում։ Բա ոնց են նրանք հավատում, որ մենք ունենալու ենք կայացած աշխատող Հայաստանի Հանրապետություն։ Նրանք դրան ընդհանրապես չեն հավատում, ինչքան էլ քարոզեն, ինչքան էլ քարոզարշավներում խոստանան, նրանք դրան չեն հավատում, եւ նրանց ընտրողը դրան չի հավատում։ Նրանց ընտրողը հարգելի Նիկոլական, այ իմ սիրելի չտես գյորմամիշ, այ դա քո համար անհավատալի բան է, ոնց այս ճանապարհը մեր շեֆը, մեր Աստված, մեր կուրք, ոնց սարքեց։ Այն դեպքում, երբ մեր բոլորիս առաջ խնդիր է դրած պետություն սարքելու, պետություն կայացնելու, պետություն աշխատացնելու։ Սա առաջին դիտարկումը, որ ուզում եմ անեմ։ Ով կնեղանա, ով չի նեղանա, չգիտեմ, բայց մի քիչ ձեր պլանկան բարձրացրեք, էլի ժողովուրդ։ Ձեր ցավը տանեմ, մի քիչ ձեր պլանկան բարձրացրեք։ Ժողովուրդ էլ տենց որ, հա, ժողովուրդը սեն ժողովուրդն է, ժողովուրդը միատար զանգված չի։ Ժողովուրդ ամեն մեկն իր ժողովուրդն ունի։ Հայաստանի Հանրապետությունում մի 5-10 հատ ժողովուրդ կա հեչի պես։ Ամեն մի քաղաքական գործիչ կամ առաջնորդ իր ժողովուրդն ունի։ Ես Նիկոլի ժողովրդին եմ դիմում, մի քիչ ձեր պլանկան բարձրացրեք, եւ ոչ միայն Նիկոլի ժողովրդին։ Մի քիչ ձեր ախորժակը մեծացրեք, ձեր երազանքները, ձեր երևակայությունը մի քիչ աճացրեք։ Սովետական մի ֆիլմ կա, այդ սովետիկ վերջի տարիներին նկարահանված ֆիլմ է, որտեղ տղային հայրը վերարկու է կարծեմ ուղարկե, թե կուրտ կա, թե վերարկու է ուղարկե, ու այս տղան սենց երազում է մեծ աշխարհով ման գալու, չգիտեմ աֆրիկական ջունգլիներում լինելու, չգիտեմ ամերիկյան ջունգլիներում լինելու, սենց բաների մասին է մտածում, հիմա աղոտ եմ հիշում։ Ու երազում է աշխարհը տենա, աշխարհը ման գա, բարձր բաների մասին, մեծ բաների մասին, ու կինոն ավարտվում է նրանով, որ հանդիպում է իր բակի տղային, ով երեկոյան ժամին այսպես բակի ցանկապատի վրա այսպես նստած է, ասում է ինչ ես երազում, ասում է երազում եմ վերարկու ունենամ, դե սովետական միության ժամանակ բաներ, սուղեր, չէ, այտենց բաները,
ասում է երազում եմ վերարկու ունենամ։ Իրա այդ հորը ուղարկած վերարկուն հանում է հակից, տալիս է այս տղային, ասում է ավելի բարձր բաներ երազի։ Yani այսօր քո վերարկուն, եթե սա է քո երազանքը, առես քո վերարկուն, ավելի բարձր բաներ երազի։ Նույնը վերաբերվում է այդ ճանապարհին։ Այդ ճանապարհը ունեք, այդ անհավատալի ճանապարհը ունեք։ Այ հանրապետության անհավատներ։ Ավելի մեծ բաներ ուզեք, ավելի բարձր բաներ ուզեք, որ ամեն անգամ Նիկոլ Փաշինյանի sense մանր մելքի ձեռքբերումը ռեմոնտ արած մանկապարտեզի ձևով չհամեմատեք նախկինների հետ ու ասեք սա ավելի լավն է, ապագայի հետ համեմատեք, ձեր ֆանտազիաների, ձեր երազանքների հետ համեմատեք, համարձակություն ունեցեք երազելու եւ տեսեք այսօրվա արած քայլերը ձեր երազանքը մի սանտիմետր ավելի մոտիկ են դարձնում, թե էլ ավելի են հեռացնում ձեր երազանքից։ Ոչ թե ամեն անգամ հետ նայեք, ասեք, բա նրանց ժամանակ սենց էր, հիմա սենց է, նրանց ժամանակ սենց էր, հիմա սենց է։ Մի երկու գիրք կարդացեք, մի երկու YouTube-յան ռոլիկ նայեք աշխարհի տարբեր երկրների մասին։ Մի հատ տեսեք էլի աշխարհում ինչ կա։ Իսկ այս տեսակ ճանապարհը, էս ինչ ճանապարհ է։ Էս ինչ ճանապարհ է, որ մի հատ էլ անհավատալի էր, բայց Փաշինյանի համար դա անհավատալի է։ Ու դուք կարծում եք, թե նա հավատում է պետության ապագային պետություն ստեղծելուն, նա իր կաշին փրկելուն է հավատում։ Երկրորդ դրվագը Նիկոլ Փաշինյանը այս վերջերս մի sense արտահայտություն է արել։ Ինքը ասում է, իր մասին ասում է, ես իմ ծանոթներից, ընկերներից ինչ որ մեկը մանկապարտեզի տնօրեն կամ դպրոցի տնօրեն նշանակել եմ, ոչ ոք ասում մանեկեքը տես բան չկա, իր ծանոթներն, իր ընկերները ասում է, ոչ մանկապարտեզի տնօրեն, ոչ դպրոցի տնօրեն։ Ես չգիտեմ սրան ընդհանուր քաղաքական գործիչները կամ հանրային ակտիվիստները ինչ պատասխան են տվել, բայց ես ուզում եմ սրան էլ անդրադառնամ, էլի որ ժողովուրդը sense կմտածի, հա էլի, հələ հիշենք մի մանկապարտեզի դիրեկտոր, նախ Նիկոլ Փաշինյանն ուր անգեր, որ մի հատ էլ իր անգերներին ինչ որ բան նշանակի։ Այսինքն վերցրեք միջև հեղափոխությունը, ուր է նրա անգերներին մի հատ ցույց կտակ, ընդհանրապես նա ուր է նրան ընկեր, ուր է նրան բարեկամ, կամ եթե բարեկամ էլ կա, հələ նայեք այդ որ մեկն է, որ մեկի ձեռնա քարի տակ, էսի sense։ Եվ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը իր շրջապատին, այ հիմա կոնկրետ ոչ թե ընկերներին, ոչ թե ընտանիքի անդամներին, ոչ ընտանիքի անդամ ունի, ոչ էլ ընկեր ունի այդ մարդը, մենակ մարդ է։ Մի բան հիշեցի, զինվոր ժամանակ ուրեմն դե այդպես տղաներով մի շիշ արաղ էինք, այսպես հավաքվեք խմե, հա, հետո խմելուց հետո ես բռնվում եմ, ինձ սպաներից մեկը բռնվում է, կարճ եմ պատմում էլի, ինձ բռնվում է, քեֆով գինով ցած, հա, քեֆս լավ բռնում է, մի խոսքով, տանում է մեր հրամանատարի մոտ, հիմա մեր հրամանատարն ինձ ասում է, ասա ում հետ ես խմե, որ յանի նրանց է բաժի, եթե ասեմ մենակ եմ խմե, ասում է հնարավոր չի, հաստատ դուք մի քանի հոգով եք խմել, ում հետ ես խմե, ասում եմ մենակով եմ խմել։ Մի խոսք ասում որ մենակ ես խմե, հազար ներողություն ես բառի համար, սա որպես հայոյանք մի ընդունեք, այլ որպես նկարագրական բառ։ Ասում եմ, եթե մենակ ես խմե, ուրեմն դու գյոթ ես ասում, կներեք ես խոսքի համար, բոլորին դեմ մի շրջանակներում քֆուր տալ չի կարելի, բայց սա ասում եմ, որպես խոսակցական բան ընդունեք։ Հա, ուրեմն տենց ես դու ասում, եթե մենակ ես խմե։ Ու ինձ պատժում է, ոչ թե խմելու համար, այլ մենակ խմելու համար, հա, ծեծում է, հետո գուբախտ են գցում բան, մի խոսքով սենց, որ բանա, գնացեմ մենակով խմել ես ասում է, լավ տղեն մենակով չի խմի, լավ տղեն հաստատ մի քանի հոգու հետ կխմեր, հա, ու տենց, հիմա Նիկոլ Փաշինյանին ուրա հաց ընկեր, ուրա ընկեր, որ մի հատ էլ իր ընկերներին կամ բանը ընտանիքին չի ներկայացրել, սա մեկ եւ երկրորդ, Նիկոլ Փաշինյանի շրջապատից մարդիկ դատախազ են դառնում, այն դեպքում, երբ որ անկախ մարմին պետք է լինի։ Իր օգնականը գնում դառնում է դատախազ։ Նիկոլ Փաշինյանի շրջապատից չեն էթում դառնում մանկապարտեզի կամ դպրոցի դիրեկտոր։ Դա ստից պաշտոն է, որ Նիկոլ Փաշինյանի շրջապատն էլ դառնա մանկապարտեզ։ Նա միանգամից հանրապետության գլխավոր դատախազ է դառնում, ոչ թե մանկապարտեզի տնօրեն։ Նրանք միանգամից մարդու իրավունքների պաշտպան են դառնում։ Միանգամից։
հենց իրանց կուսակցությունից։ Կուսակցական մանդատը դնում են, գնում է սահմանադրական դատարանի դատավոր են դառնում։ Կուսակցական մանդատը դնում է 2 օր հետո բարձրագույն պաշտոնի է հանրապետության մեջ։ Ինչ մանկապարտեզի կամ դպրոցի տնօրեն։ Էս էլ հարգելի նիկոլականներ։ Հասկանում եմ, ձեզ ամեն ինչը դժվար, ձեր հավատը Սասանի պետության նկատմամբ անհավատ ձեր լիդերի նկատմամբ կամ կուրքի նկատմամբ, բայց սենց է իշխանական չարաշահումների բանը, ձևը, այսպիսին է։ Նրանք մանկապարտեզի ու դպրոցի տնօրեն չեն, նրանք մարզպետ են դնում իրանց թիմից, տեղական ինքնակառավարման մարմիններում ԺՊ են նշանակում, օրինական ընտրված ԺՊ-ի հանդեպ քրեական հետապնդում են անում, բանտարկում են, պաշտոնը թափուր է մնում, դրա փոխարեն իրանց կողմից ԺՊ են դնում։ Ահա թե ինչ պաշտոններ են Նիկոլ Փաշինյանի շրջապատից դառնում, նշանակվում։ Ոչ թե մանկապարտեզի տնօրեն կամ դպրոցի տնօրեն։ Այդ մանկապարտեզի տնօրեններն ու դպրոցի տնօրենները արդեն Նիկոլի շրջապատից նշանակված մարդկանց, նրանց կողմից նշանակված մարդկանց կողմից են նշանակվում։ 4-րդ ձեռ նշանակվող պաշտոններ են դրանք։ Սա էլ սենց։ Երրորդը, որ ուզում եի ասել, հաշվետվություն պիտի ներկայացնել որպես վարչապետ վերջի 5 տարում առաջ չարացի համար ծաղր ու ծանակի վերածեցին ու շուն ու շանգյալ բառը մեջ բերվեց եւ դա սկսեցին այսպես փնովել թե վարչապետ այսիշ բառեր ասում թեև վարչապետը ուրիշի խոսքներ մեջ բերում եւ իբր թե մի խոսքով իր ուրիշի խոսքներ մեջ բերում բայց ինչն է հետաքրքիր որ այդ կարևորագույն օրը այդ կարևորագույն հաշվետու օրը իսկ հաշվետվողական կառավարումը դա քաղաքացու ունեցած քաղաքական իրավունքներից մեկն է։ Այսինքն մի քանի քաղաքական իրավունքներ ունի քաղաքացին։ Մեկը ընտրելն է, մեկը ընտրվելն է, մեկը օրինակ թափանցիկ եւ հաշվետվողական կառավարում պահանջելն է, սա քաղաքական իրավունք է, կարևորագույն։ Ահա այդ կարևորագույն քաղաքական իրավունքի իրացման օրը, երբ որ պիտի իշխանությունը հաշվետվություն ներկայացներ, մտավորական զանգված, կրթված ուսյալ զանգված, քննադատումը այնպես կարելի էր շուն ու շանգյալ ասել, դու այ շուն ու շանգյալներ, լսեք հիմա ձեզ եմ ասում, այդ խի չի կարելի այդ բառը ասել, որ այդ ինչ մի երևելի, վարչապետը այսպիսի բառեր ասում, ուրեմն վարչապետը, որ ամբողջ 5 տարվա կառավարումը տապալել է, ու որպես հաշվետվություն պիտի ներկայացնի, ոչ մի հաշվետվություն տեղի նստեյության չի էլ կարա ներկայացնի, ու չի էլ ներկայացնում, դրա վրա չեք հուզվում եք, որ շուն ու շանգյալ բառը ասեց, որը իդեպ շանգյալ նշանակում է շնագայլ, եթե չեմ սխալվում, բացատրականով շուն ու շնագայլ, էլի շուն ու շանգյալ։ Եվ ինչ եղավ այ մարդ, ինչ եղավ, ասեմ ինչ եղավ, այն մնացածը ձեր խելքի բանը չի։ Ես դիմում եմ հենց մտավորական մարդկանց, ովքեր այդ բառից տենց հուզվել էին։ Էս ինչ մի ձևական քաղաքենիություն է, էս ինչ մի յանի թե ոնց կարա վարչապետը, տոն չի կարա ասի որ, ինչ եղավ որ ասի, դուք նայեք գործը արել է թե չի այ մարդ, զակազա վերցրե 5 տարով, այդ զակազը արել է թե չէ, ոնց որ տունդ վերցնեն, կառուցեն կամ վերանորոգեն, ժամկետն անցնի, փողը տաս, պարգևավճարները վճարես, գինը ընթացքում թանկանա, դու ավելի բարձր հարկերով վճարես այդ գինը, 7 միլիարդ, 8 միլիարդ, 7-ից 8 միլիարդ, պետական պարտքը ավելացնի, այդքան է եղել պետական պարտքը, ինչքան պետական պարտքը եղել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու օրոք, այդ ճիշտ այդքան էլ ավելացրել է այդ պետական պարտքը, բերանով ես ասում, 7-8 միլիարդ դոլար, այդքան ավելացնի ու գա այդ օրը, որ քո ռեմոնտը պիտի հանձնի, ինչ որ մի հատ բառ ասի, շուն շանգյալ կամ հայոյական մի բառ ասի, դու այդ ամբողջ գործի պրավալ տվածը թողես, քննարկես, թե այդ բառը խի ասեց։ Այ այդ բառը չպետք է ասեր։ Հասկանում եք ձեր մակերեսայնության աստիճանը։ Այս երկրի խնդրը Նիկոլ Փաշինյանը չի։ Այս երկրի խնդրը այս երկրի ապրող ժողովուրդն է։ Իր էլիտաներով, իր շարքայիններով, իր արտոնյալներով, իր չարքաշներով։ Էս չեք դուք, էս չի ձեր քննադատականը,
Այս չի ձեր պահանջատիրությունը։ Քաղաքացու հիմնական իրավունքներից մեկը իշխանությունների հաշվետվողականության իրացման օրը դուք ամբողջ հաշվետվությունը թողել եք, քննարկում եք շուն ու շանգյալ բառը։ Դո ձեզանից լավ շուն ու շանգյալ, դուք ինքներդ շուն ու շանգյալի վարքագիծ եք դրսևորում։ Դրանից ամաչեք, ոչ թե որ դրանով ձեզ այդպես են դիմում կոչում, կամ որ վարչապետ այդպիսի բառապաշար է օգտագործում։ Դո շատ էլ լավ է անում այդպիսի բառապաշար օգտագործում, քիչ է անում։ Դուք նայեք գործ արել է թե չէ, ոչ, գործը չի արել։ Ու այս նրան չեք անդրադառնում։ Նրանց եմ ասում, ովքեր սա թողած բառապաշարին են անդրադառնում, թե այս բառերը ինչ կապ ունի այս ամեն ինչի հետ։ Երկրորդն էլ, բոլորին դեմ եմ տեխնացուների ընտրությունները պարլամենտական արդեն կայացել են, առաջիկայում կլինի վարչապետի տեխնացուների ընտրությունը, բոլորին դեմ եմ նախաձեռնությունը, մի քանի բան ուզում եմ այդ կողմից ասեմ, բոլորին դեմ եմ նախաձեռնությունը, խնդրում եմ ժողովուրդ ջան, միլիարդատեր նախաձեռնություն չի, բաց նախաձեռնությունն է, ինձ նամակներ էին գրել, որ ձեր ցուցակներում Նիկոլի հետ նկարված մարդիկ կան, միանգամից ասեմ, պատասխանեմ մեր ցուցակներում, ով ասես կարող էր լինել, ազատ բաց ցուցակներ են, բոլորին դեմ եմ իրան պահում է որպես բաց կուսակցություն, այսինքն ով ուզի կարա գա այդ կուսակցությանը անդամագրվի կամ առանց կուսակցությանը անդամագրվելու, բոլորին դեմ եմ հռչակագիր գա, այդ հռչակագիրը ստորագրի, ինքնասահմանափակող փաստաթուղթը ստորագրի ու դառնում է տեխնացու։ Նրանք կընտրեն, կհայտնվի ցուցակներում, չեն ընտրի, չի հայտնվի ցուցակներում։ Ու ընդհանուր գծերով, հա, այսպես։ Այսինքն վաղը դուք տեսել եք բոլորին դեմ եմ տեսանյութերում, թե Հովիկ Աղազարյանն է եղել տեսանյութերում բանակցություններ նրա հետ, տեսել եք Խզմալյանի հետ հանդիպում բանակցություններ, շատ շատերի հետ հանդիպում բանակցություններ, Ժիրայ Սեֆիլյանենց հետ էր հանդիպում բանակցություններ եղել, ես իհարկե ներկա չեմ եղել, հանդիպում բանակցություններ եղել, որը առանձին ինչ-որ տենց քննարկումների տեղիք տվեց, քննարկման առարկա դարձավ Ժիրայ Սեֆիլյանի կողմից եւ այլն։ Մի խոսքով, բազմաթիվ ուժերի հետ, բոլորին դեմ եմ նախաձեռնության հեղինակները, բազմաթիվ ուժերի հետ հանդիպել խոսացել են, որ ընդհանուր մի համաձայնության գան, ընդհանուր սկզբունքներով գնան իրականացնեն իշխանափոխություն եւ հայտարարեն նոր ընտրություններ։ Ցանկացած մեկը, որ ասում է միավորվեք, ասում է միավորվեք, որ ինչ անենք, միավորվեք, որ գնանք Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ։ Նիկոլին գցենք, որ ինչ չլինի, որ Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ։ Նիկոլին գցենք, որ ինչ չլինի, որ իրանց տեխնացուն դառնա վարչապետ։ Բոլորին դեմ եմ ասում է ոչ, բոլորին դեմ եմ։ Գցում ենք Նիկոլին, 100 օր հետո իրականացնում ենք նոր ընտրություններ։ Եվ սենց առաջարկ փաստացի, միայն բոլորին դեմ եմ նախաձեռնությունն է առաջարկում։ Եվ այն, որ գրում եք, ոնց կարա Նիկոլականը կամ Նիկոլենց հետ նկարված մարդը, Մելիքի մասին է խոսքը, Մելիքի նկարները տեսեք, ոնց կարա բոլորին դեմ եմ լինի, կամ այլ քաղաքական գործիչներ կամ հանրային գործիչներ ասում են, ահա տեսեք բոլորին դեմ եմ ում ուժն է, ժողովուրդ ջան, եթե բոլորին դեմ եմ ինչ որ մեկի ուժն է, ում ուժն է, Նիկոլենց ուժն է, ինչ է կարծում, ես բոլորին դեմ եմ անդամ եմ եւ падգամավորության տեխնացու։ Եթե ես գնամ Նիկոլենց մոտ պակաս ընդունելուց եմ գտնելու, որ պետք է գնամ բոլորին դեմով Նիկոլական խաղամ, կամ գնամ, չգիտեմ, Տաշիր Սամվել Կարապետյանից մոտ։ Պակաս նրանց մոտ բան կանեմ, տեղ ու դիրք կունենամ, որ պիտի գնամ բան անեմ։ Բոլորին դեմով գնամ։ Բոլորին դեմ եմ ժողովուրդը, իրան շատ լավ, ու եթե ինչ-որ մեկը պիտի մեզ վարձի, այսպես ասած, հենա մի անգամից այդ մարդկանց ցուցակներով կդնայինք, եթե մենք աթոռի մեռած լինենք կամ չգիտեմ, հետին միտք ունենանք։ Ձայն փոշիացնող լինենք։ Ես ու որ ուժին էլ միանամ իմ համակիրների, ձայները կգնան այդ ուժին։ Էլ ես ինչի եմ գնում բոլորին, դեմ եմ ձայն փոշիացնեմ, հա։ Ոչ, բոլորին դեմ եմ, գնում եմ, որպեսզի տանը նստող մարդիկ գան ընտրատեղամաս։ Իսկ նրանք, ովքեր ասում են դրանով լեգիտիմացնում եք ընտրությունները առանց մեր մասնակցության լեգիտիմ են լինելու։ Առանց մեր մասնակցության դուք հանգիստ եղեք։ Այնպես չի լինի, որ մենք չգնանք տեխնատություն չներկայացնենք, հանկարծ կարող է ընտրությունները տեղի չունենա։ Ունենալու է։
Լավ էլ ունենալու է։ Մարդիկ միլիարդավոր դոլարներ են դրել այդ գործի մեջ։ Դուք հանգիստ եղեք, ուխտի ականջում քնածներ կամ իլյուզիաներով ապրողներ։ Մեր վրա ցեղնի շպրտեք։ Ուզում եք, դուք էլ ձեր տեխնատությունը ներկայացեք։ Չեք ուզում, եկեք մեզ ընտրեք։ Հա։ Եթե բոլորին դեմ եք, մի նստեք տանը։ Հրավիրում ենք ձեզ ընտրատեղամաս այդ ընտրությունների օրը քվեարկեք բոլորին դեմ եմ։ Եվ եթե մեր ցուցակներում կան մարդիկ, ովքեր նկարված են, մելիքի համար ասեմ, ես ուրեմն ես էլ ասեմ, ինձ որ ընկերության հայտ են ուղարկում, դե չեմ կարա բան ընկերություն ընդունեմ, որտեվ 5000 հոգին լրացած է մոտս։ 1000 հոգի էլ ընկերության հայտ ուղարկած ցուցակում կա։ Ու այդ 1000 հոգին միշտ նոր ընկերության հայտ է ընդունվում, ընդ տակից հները ոնց որ Facebook-ը ավտոմատ ջնջում է։ Բայց եթե մեկը լինում է, որ այնպես շատ եմ ուզում, որ օրինակ իր ընկերության հայտը ընդունեմ, բանա, գնում եմ Նիկոլ Փաշինյանի լայվերի տակ, տեսանյութերի տակ իր էջում, բացում եմ տենամ ով կանդե Նիկոլ Փաշինյանին լայքած կամ սրտիկած, նրանց հեռացնում եմ ընկերներից ցուցակից, որ նոր ընկեր կարողանամ ընդունեմ։ Մի խոսքով սենց։ Ես վերջերս էլի տենց դեպքեր գնացի տենամ Facebook-յան ընկերներիցս ով է Նիկոլին լայքե, որ հեռացնեմ նոր ընկերության հայտ կարողանամ ընդունել, տեսնեմ մելիքին։ Նիկոլ Փաշինյանի լայքածների ցանկում։ Բայց քանի որ մելիքին Facebook-յան են ընկերներից է, որը հաճախ մեկնաբանություն է թողում, հաճախ, չգիտեմ, լայքում է կամ չգիտեմ կիսվում է թե չի կիսվում, բայց հաճախ ինքը մեկնաբանություն թողում է, այսինքն ոնց որ ասած շփվում ենք Facebook-ում, իրան չհեռացրեցի։ Մեկ էլ հետո մի քանի օր անց տենամ, որ բոլորին դեմ եմ ցուցակներում է մելիքը։ Հա ինչ անենք։ Այդ մարդը այդպիսի քաղաքական հայացքներ ունի, այդպիսի ճաշակ ունի, բայց համաձայնվել է բոլորին դեմ եմ հռչակագրին, թեև որ մանրամասներ ասենք, ես որքանով որ ճշտեցի, դեռ մանրամասը միջև դեռ չրել լրացել, չրել վճարել այդ անդամավճարը, որ պիտի լինի, որքան գիտեմ, էլի։ Այսինքն միջև դեռ գործընթացը չրել արել, բայց ինքը հայտ ներկայացրել էր։ Հիմա մնացած հարցը իրան ընտրողների հետ է կապված, իրան ընտրում են թե չեն ընտրում։ Եթե իրան ընտրում են, այդ մարդը դառնում է տեխնացու։ Եթե իրան չեն ընտրում, առաջին 30 հոգու ցուցակն է հրապարակված, առաջին 30 հոգու մեջ մելիքը չկա։ Այսինքն օրենքի պահանջներ, որպեսզի համագումար արվի եւ մինչեւ ամսի 23-ը առաջին 30 հոգու թե մնացածն էլ հետը։ Մի խոսքով առաջին 30 հոգու ցուցակը պետքա համագումարով հաստատվեր։ Հիմա համագումարով հաստատվել է 30 հոգու ցուցակը, որի մեջ մելիքը կոնկրետ չկա։ Կարար լիներ, եթե իր օկտին քվեարկած ձայները բավարար էին։ Սա ինչ որ մեծ խնդիր չի բոլորին դեմեմի համար։ Վաղը կարա Ռոբերտ Քոչարյանը գա, գրանցվի բոլորին դեմեմ, դառնա բոլորին դեմ Նիկոլ Փաշինյանը, Սամվել Կարապետյանը, ինչ ասեմ։ Ով ասես կարա։ Ով ուզի կարա, եթե թույլ է տալի օրենքը, այդ մարդը կարա գրանցվի, այլ հարցա ինքը կընտրվի, թե չի ընտրվի։ Դա արդեն հարցի մյուս կողմն է։ Այդ ընտրություններն են դեմոկրատական եղանակով, որքանով որ դա հնարավոր է, հա, տեխնիկապես որքանով որ հնարավոր է, դա կազմակերպվում է։ Այսքան բան։ Դրանից ինչ որ տենց մեծ աղմուկ բան, ես չեմ էլ անդրադարձեմ ինչև էս պահը, ուղղակի ընկերներս ասում էին, նո հələ մի հատ անդրադարձի, էլի անդրադարձի, որովհետև իբրև թե աղմուկ է հանե, աղմուկի բան չկա, ժողովուրդ ջան։ Բոլորին դեմեմի համար իր բոլոր թերություններով եւ առավելություններով հանդերձ հետաքրքիր նախաձեռնությունն է, միջև այսօր չի եղել եւ այդ պատճառով բոլորին դեմեմի որոշակի դրսեւորումներ, թե կողմնակի էֆեկտներ, թե դրական ուրեմն արդյունք կարան տարօրինակ կերպով մարդկանց համար անհասկանալի լինեն, անսովոր լինեն։ Որտեղ ինքը իրոք անսովոր բան է, հələ որոշում տես բան չի արել։ Կուսակցություն բացի բոլորին դեմ եմ անունով։ Ինքնալուծարվող կուսակցություն, որը պետք է ընտրություններից հետո լուծարվի։ Պլատֆորմա ստեղծե բոլոր այն ուժերի համար, ովքեր ուզում են մասնակցեն ընտրություններին, իսկ մեր օրենքը պահանջում է, որ անպայման պետքա կուսակցությունով մասնակցես, առանց կուսակցությամբ չես կարա, ինչ որ կուսակցության ցուցակով։ Այն մարդիկ էլ բաց ասում են, ով է ուզում, բարով գաք, եկեք։ Բարով գաք։ Մելիքն էլ բարով եկե։ Վերջ, ուզում եք դուք եկեք։ Ու այնքան շատ են այս գալացողները, որը ինչ որ մեկի թերությունը չի կարա ընդհանուր այսպես ասած որակի վրա նեգատիվ ազդի, որովհետև տարբեր ուժեր իրար հակակշռում են։
տարբեր ուժեր իրար բալանսավորում են այդ թիմում, այդ համակարգի մեջ։ Նու թերևս այսքանը երևի էլ բան չունեմ, չէ՞ ասելու, հարց բան չկա։ Ջեր բարևներս, շնորհակալություն, որ հետևեցիք, ձեզ բարի գիշեր եմ մաղթում, հանգիստ գիշեր եմ մաղթում, մի հատ չայ դրեք, հեսա մենք դնելու ենք, մի հատ չայ դրեք, մի հատ թեթև լավ, մի քիչ թունդ, չայի շուրջ, խմեք, մտածեք մի քիչ մեր երկրի մասին, մտածեք մի քիչ մեր քաղաքականության մասին եւ իմացեք, որ ճանապարհ սարքելը անհավատալի բան չի, սովորական ռուտինա է դա երկրի համար։ Ընդհուպ միջև պետություն սարքելը անհավատալի բան չի։ Մենք հավատում ենք դրան։ Ի տարբերություն երկրի վարչապետի, մենք հավատում ենք դրան։ Շնորհակալություն, բարի գիշեր։